Բելբոնդը Միացյալ Նահանգներում չափազանց տարածված հասկացություն է։ Ցանկացած հանցագործության դեպքում րոպեներ անց քաղաքացին շնորհիվ Բելբոնդի կարող է հայտնվել ազատության մեջ։ Վերջին շրջանում ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր Բելբոնդի միջոցով այսօր գտնվում են ազատության մեջ։ Միացյալ Նահանգների կառավարությունը հանցագործության մեղադրանքով ձերբակալված յուրաքանչյուր անձի տալիս է հնարավորություն ազատության մեջ ապացուցել անմեղսունակությունը մինչ դատավարության ավարտը։ Այս մոտեցումը սակայն չի կարող ազդել ծանր հանցագործություններ կատարած անձանց վրա։ 1776 թվականին անկախության հռչակագրի ընդունումից հետո Միացյալ Նահանգների բոլոր նահանգները ընդունեցին Բելբոնդի կիրառման սեփական օրենքներն ու չափանիշները։ Բելբոնդը գրավի տեսակ է, որ նստեյության երաշխիք է տալիս այն բանի, որ հանցագործություն կատարած անձը դատավարության ողջ ընթացքում լինելով ազատության մեջ չի կարող լքել երկրի տարածքը կամ կատարել այլ տեսակի հանցագործություններ։ Բելբոնդի միջոցով քաղաքացին կարող է դուրս գա ազատության մեջ լինել, մինչև իրանց դատավճիռը կայացնելու, մեղավոր լինելու կամ մեղավոր չլինելու պատճառ։ Եթե քաղաքացին դիմում է Բելբոնդին, տալիս է Բելբոնդի տոկոսը, հետո Բելբոնդը հանում է իրան։ Կան պայմաններ, որ մարդիկ, ասենք, փոքր բելեր ալում, հեշտ ալում իրանց համար կարողանում են իրանք տանեն այդ փողը, իրանք գումարը ներդրեն այնտեղ իրանց անունով, այսինքն եթե $1000 բելն է, կարող են տանեն իրանք $1000 դնեն ու առանց Բելբոնդի դուրս գան։ Best Choice Բելբոնդի տնօրինի խոսքերով վերջին շրջանում նկատվում է հանցագործությունների թվի աճ, որոնցում գերիշխող են թմրադեղերի հետ կապված հանցագործությունները։ Շատ ժամանակ մարդիկ, որ դատարանում մեղավոր չեն գտնում, փորձում են ապացուցեն, որ մեղավոր է, թե չէ, այդ պայմաններում երկար է տևում, մինչև ապացուցեն, այսինքն ամիսներ, կարող է տարիներ։ Կան հանցագործություններ, որոնց դեպքում գրավի դիմաց քաղաքացին չի կարող հայտնվել ազատության մեջ։ Հանցագործության համար մեղադրանք ներկայացված անձի համար գրավ առաջարկած ընկերությունը դատավարության ողջ ընթացքին հետևում է։ Ամսական միջինում 10 գործ է ստանում Best Choice Bell-Bond-ը, 10 տարվա ընթացքում հազարավոր գործեր են ուսումնասիրվել տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ $500-ից մինչև մի քանի միլիոն դոլարի գրավ կարող է պահանջվել հանցագործին դատավարության ընթացքում ազատ արձակելու համար։ Ըստ օրենսդրության յուրաքանչյուր հանցագործության տեսակի համար սահմանված գրավի չափը կարող է տարբեր լինել։ Բելբոնդին դիմելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է ներկայացվեն փաստաթղթերը, որից հետո Բելբոնդի միջոցով քաղաքացին տեղեկանում է դատավարության մանրամասների։ Քննության առած գործերի մեծ մասը ապացուցում են քաղաքացիների անմեղսունակությունը, ասում են մասնագետները։ Մենք ընդհանուր հետևում ենք շատ-շատերին, որտեղ մենք ենք իրանց ազատը, մենք պարտավոր ենք հետևենք մեր համար, որ կարողանանք, այսինքն մեր տվյալ բելերը, որ արել ենք, դրանք պետք է փակենք, արխիվները հանձնենք։ Դրա համար ամեն անգամ իմ փորձերով իմ հետևելով թղթերին շատ մարդիկ կան, որ մեղավոր չեն լինում, պատժվում են ինչ-որ հանցանքի տեղը քայլելու ժամանակ են եղել կամ ինչ-որ մեկի կողքը կանգնած են եղել, այդ պայմաններով շատ է եղնում։ Եթե մի հոգի հանցանք անում տվյալ վայրում ու դրա հետ կանգնած են, ասենք, տասնյակ մարդիկ, գալիս են տասնյակ մարդկանց տանում են։ Ազատության ընթացքում հանցագործի փախուստի համար Բելբոնդը պատասխանատվություն չի կրում։ Օրենքը նաև նման դեպքերի համար է նախատեսել հստակ պայմաններ։ Պատասխանատվությունը ընդհանրապես մեր վրա է, Բելբոնդների վրա, բոլոր Բելբոնդների։ Գալիս են թղթերը, որ գրում են, այդ տվյալ մարդը, որ թղթերը է լրացնում, թղթերի մեջ բոլոր պայմաններն ասում են, որ դու պատասխանատվություն ես վերցնում, գրում ես այս պատասխանատվությունը, բոլոր պատասխանատվություններն էլ քո վրա է։ Արմինե Ամիրյան, Ռոբերտ Խաչատրյան, US Armenia, Los Angeles։